Կարծում եմ մենք մի խնդիր ունենք, մեր արած աշխատանքներ պետք է ներկայացնենք, ավելի լավ ներկայացնենք, ավելի տեղյակ լինեն մարդիկ, որովհետև ահռելի ծավալի աշխատանք է արվում, դուք ահռելի ծավալի աշխատանք եք անում։ Տեսեք ժողովուրդ ջան, նոր բարեկարգված մանկապարտեզ է, որ արդեն քանդվում է, ահա, արդեն չեմ էլ ուզում սենց շատ քաշեմ, ահա, տեսեք ժողովուրդ ջան, եկավ քանդեց, պոկեց և այլն, այսինքն թքած կպցրած, այսինքն թքած կպցրած մանկապարտեզ է, գումարները մսխել են, դուրս են գրել, դե պարզ է չէ, որ այս ընկերությունն էլ, որ այս աշխատանքները իրականացնում է, ինչ-որ մեկի ընկերությունը պիտի ելնի, թքած կպցրած աշխատանքները, հասկանում եք ժողովուրդ ջան, այս մանկապարտեզի համար 90% գումարը արդեն վճարած է, բայց առհասարակ 90% բարեկարգված մանկապարտեզի պատկեր չունի, տեսեք, աստիճանները քանդված է, այսինքն ակնհայտ է, որ այստեղ տեղի է ունեցել պետական միջոցների մսխում, այլ կերպ այս ամենը ուրիշ բացատրություն չունի, որ այս մանկապարտեզի համար 90% գումար վճարեն, ուղղակի փողերը մսխել են, անորակ թքել կպցրել վիզուալ տեսքը ապահովել է, գումարները վճարել են 90%, դա գրեթե ամբողջական վճարած գումարն է, և հետո կքանդեն, կասեն դե ինչ անենք, Պուտինն էր մեղավոր։ Բարև ձեզ բոլորին, ժողովուրդ ջան, կոչ եմ անում բոլոր այն մարդկանց, ովքեր ներվերից թույլ են և թաղապետներին էկրաններից հեռվանան, քանի որ հիմա ներկայացնելու ենք Երևանի քաղաքապետարանի հերթական խայտառակ կոռուպցիան անհերքելի փաստերով և փաստաթղթերով։ Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, հիմա մենք գտնվում ենք թիվ 147 մանկապարտեզի բակում և ցույց ենք տալիս ինչպես է մսխվում, փոշիանում հարկատուների ձեր մեր բոլորի կողմից վճարված գումարները։ Սիրելի հայրենակիցներ, տեսնում ենք, որ բացրած վահանակով պարզ երևում է, ինչպես նաև պայմանագրով, որը որ մեր ձեռքում է, որ 22 թվականի մայիսին սկսվել է մանկապարտեզի հիմնանորոգումը և արդեն 23 թվականի օգոստոս ամսին վաղուց պետք է ավարտած լիներ և սեպտեմբեր ամսին արդեն մեր երեխաները, մեր բոլորի երեխաները Շենգավիթ համայնքում ապրող պետք է սկսեին այցելել այս մանկապարտեզը, որը իր տարածքով և պայմաններով ուղղակի հրաշք է։ Այսինքն, արդեն իսկ 2 տարի առաջ, 2023 թվականին այս մանկապարտեզը պետք է հանձնված լիներ շահագործման, սակայն, ինչպես որ արդեն տեսնում եք և հասկանում եք, այն շահագործման հանձնված չի։ Եվ ըստ պայմանագրի Երևանի քաղաքապետարանը 280 միլիոն դրամ գումար է հատկացրել այս աշխատանքները կատարելու համար։ Իսկ դուք գիտեք, պարոն Շախոյան, որ իմ նամակին ի պատասխան, որը հասցեագրել է Տիգրան Ավինյան ձեզ, պարզվում է, որ 237 միլիոն դրամ արդեն ծախսվել է այս մանկապարտեզի վրա և Խորիկը Գրիգորյան, ում կապում են Սուրեն Գրիգորյանի հետ անմիջականորեն և այս մանկապարտեզերի խայտառակ վիճակը նաև կապում են նրա հետ։ Այդ կոռուպցիոն բուլկը այդ ձև է լինում, սիրելի հայրենակիցներ, որ օրինակի համար մեկը կապվում է պաշտպանության նախարարի հետ, մյուսը քաղաքապետի հետ, այն մեկը չգիտեմ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի հետ և այդպես շարունակական։ Հասկանում եք, գործակարգավարական նիստի ժամանակ այդ մեր երիտասարդը ասում է, շենքը ունի 90% կատարողական, որ 90% կատարողական ենք, այսինքն 90% պրծել են այս մանկապարտեզը։ Եվ գումարներն էլ 90%-ով վճարված է։ Բայց փաստ 237 միլիոն դրամը վճարել են այս մարդիկ, հելն են վերև, ծիտ բռնեն, իշտեն ներքև վճարել են։ Հնարավոր է, որ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարը Բուչայի է այցելել և այս հրապարակումը ինքնիշխանության հետ կապեն։ Ես փորձեցի ուսումնասիրել և հասկանալ, թե Ռազմիկ Մկրտչյան, եթե չեմ սխալվում,
իր գործունեության ընթացքում Բուչա, Գուչա կամ ուրիշ ինչ-որ մի վայրեր կամ Պակիստանի, Հնդկաստանի սահմանին ինչ-որ այցելություններ ունեցել է, բայց ոչինչ չգտա, հետեւաբար այդ մեղադրանքը կարծում եմ այս փուլում մեր չի ինչի մեր հասցեին, բայց այստեղ ուրիշ փաստ կա, որ հանրապետություն կուսակցության ներկայացուցիչ չի եւ հանրապետության մտքի թռիչքն է, որը որ մենք չենք կարողանում դիմացառնել, թե օրական որ մի սուտը հերքես իրենց, մի սուտ չի որ հերքես։ Եվ հիմա հարց առաջանում ինքնիշխանության հետ կամ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այս թերի աշխատանքների հետ ինչ կապ ունի, չէ՞ որ հիմա մենք սա հանրայնացնենք, պիտի նմանատիպ մեղադրանքներ հնչեցնեն, բայց սա այս ամենի պատասխանատուն ով է։ Բուչայի ներկայացուցիչների Հայաստան այցելության որջ գործընթացը ռուսական համապատասխան ծառայություններ իրենց լրտեսական ցանցով հետևել են, ինչն էլ տեղեկացրել են Ռուսաստանի դեսպան պարոն Կոպիրկինին, ում էլ փոխանցում եմ բարևներս ամեն հարցազրույցի արդեն Աղջի ես քեզ չեմ ասա որ քո ճշմարտ դեղերը կուխնայում է